Այժմ գիշերվա 3:30-ն է, ամսի 8-ն է արդեն, ժողովարշապետի թվերը սկսել են նվազել, 57-ից իջել է 51, դա լավ է, մինչև առավոտ իհարկե ավելի կպակասի, որովհետև դեռ հրապարակված չեն մայրաքաղաքի և հայրաքաղաքի թվերը, ինչպես և Կիրովականից է, չկան դրաններ, ամեն դեպքում ինչ եմ ուզում ասել, զարմանալ պետք չէ այս արդյունքների վրա, ընդամենը մի քանի աքսիոմատիկ կամ դոգմատիկ ճշմարտություն ասեմ, ոչ մի երկրում իշխանությունը չի կարող պատկանել ժողովրդին, իշխանությունը պետությանն է և պետությունն է որոշում ում հանձնել այդ իշխանությունը, օրինակ, այսօր եվրոպական բոլոր երկրների բոլոր ժողովուրդները իրենց տոտալ մեծամասնությամբ ուզում են վերջ տալ հակառուսական սանկցիաներին, ուզում են վերջ տալ Ուկրաինային իրենց հաշվին պահելու, չի ստացվում, ժողովուրդները չեն կարող դա անել, որովհետև իշխանությունը չի անում, որովհետև ժողովրդին չի պատկանում, էտապուշությունը մոռանանք, երկրորդը, ոչ մի երկրում իշխանության աղբյուրը ժողովուրդը չէ, օրինակ Պուտինի, նախագահ Պուտինի աղբյուրը ով էր, Կրեմլը չէ, Կրեմլը նրան դեմ տվեց, ժողովրդին ասեց դե գնացեք վավերացրեք, Մեդվեդևի աղբյուրը, նույնպես Կրեմլն էր, Ռուսաստանի հաջորդ նախագահին, էլի Կրեմլը կընտրիկ, ասեք գնացեք աղբյուրը կհանդիսանա Կրեմլը, պետությունը, նույնը Ամերիկայում, թե դեմոկրատական, թե հանրապետական կուսակցությունները, դրանք դե ֆակտո պետական կառույցներ են, նրանք դեմ են տալիս երկու հոգի, պետությունն ասում է իմ վեճի չէ, ով կհաղթի, գնացեք մեկին ընտրեք, երկուսն է իմն է։ Այլ հարց, երբ հարցը գնում է, երբ հարցը վերաբերում է արտահամակարգային քաղաքական ուժի մասին, ինչպիսին են այսօր Կարապետյանը, Քոչարյանը, այդ դեպքում երկում հեղափոխություն տեղի կունենա։ Օրինակ, եթե Մարին Լեպենի կուսակցությունը իշխանություն վերցնի Ֆրանսիայում, դա կլինի հեղափոխություն։ Դրա համար Մարին Լեպենը երբեք չի վերցնի, կամ պետք է հեղափոխության միջոցով վերցնի իշխանությունը։ Այս վերջի պարլամենտական ընտրություններում այդ կինը առաջինն էր, նրա ազգային ճակատը առաջինն էր։ Երկրորդ փուլ արեցին, դարձավ երրորդը։ Դες բան արտահամակարգային քաղաքական ուժը, նույնը գերմանական ալտերնատիվան, ամենազդեցիկ կուսակցությունն է այսօր 30% քվե ունի, բայց իշխանության մեջ չէ, արտահամակարգային է, որովհետև բոլորի իշխանությունը վերցրեց, Գերմանիայում հեղափոխություն տեղի կունենա։ Հիմա սրա արած կեղծիկները չափ ու սահման չունեն։ Մեր ազգային գենոֆոնդի, ազգային ամենավատ որակները մենք այսօր տեսանք։ Զինվորներ են քվեարկում 480 զինվոր, գիշերը 11-ին քվեարկում են Մեղրիում։ Իսկ մինչ այդ 10 տեղ այդ երեխեքին ֆրսրել են, լավ սահնելու բան, հա։ Իհարկե Գերմանիայում սեզ չեն կեղծի, որովհետև գերմանացիք երևի չէ, հաստատ մերից որակով են։ Դուք պատկերացնում եք, մեկը հավատում է Գերմանիայում գտնվի քննիչ, որը հարկել է, ասենք, Գերմանիայի կաթոլիկների հոգևոր առաջնորդին երկրից դուրս գալու։ Այդ բան բանարով հայերի մեջ այդ տականքը կա, և մի հատը չէ, երկուսը չէ։ Աշխարհի բոլոր ժողովուրդները շպիոններ ունեն, որոնք աշխատում են իրենց ժողովուրդների, իրենց պետությունների դեմ։ Հայերենը եթե աշխատեն Ֆրանսիայի, Իրանի, Ռուսաստանի, Ամերիկայի, Անգլիայի համար վատ բան է դատապարտելի, բայց հասկանալի է։ Բայց հասկանալի չէ օվկիանոսային խորության ստորությունը, երբ հայը աշխատում է թուրքական հետախուզության համար։ Այսօր երկու հոգի դուք ունեք, առնվազն երկու հոգի, որոնք թուրքական գործակալներ են, Միրզոյան Արոն և Ռուբինյան Ռուբոն, Բեյրութի տնտեսա Ռուբինյան Կարոյի վաստակը։ Սենց
ստորությունով օժտված մարդկանցից ինչ էիք սպասում։ Իսկ այս աստիճանի ստորությունով բարոյականության տոտալ բացակայության մարդիկ մեր ծոսից են հել է, չէ։ Գերմանիայում սենց ստորեր չկան, Վրաստանում չկան, Ռուսաստանում չկան։ 200-300 դերպակալել է ընդդիմությունից։ Լավ, որ երկրում ասենց բան եղել, որ երկրում։ Պարալիզացրել է մարդկանց ոչ աշխատանքը։ Այն Գրիգորյան Մարտունիկը զանգում է Ծառուկյանին, թե 28 հոգի աղբեր, ձայն չուտես 28 հոգի մարդկանցից տարել են Լեննականում։ Այն մնացածներին արդեն վախենում են տնից դուրս գալ։ Բան չէի կուրում։ Իհարկե Ռուսաստանում սենց լկտիաբար չէին կեղծի։ Վրաստանում է, Գերմանիայում է, Ամերիկայում է, սենց լկտիաբար, սենց չէին կեղծի, որովհետև թե գերմանացիք, թե ռուսները, թե ամերիկացիք մեր նման լկտի չեն, մեր նման ստոր չեն։ Գերմանացի կարդինալին ոչ ոք չի կարող երկրից արգելապակել, այն է ամենախուժան գործով։ Ամենաշինձու, ամենաստոր, ամենաանբարոյական բան, մեղադրանքով։ Մի անգամ պատմել եմ, մի հատ էլ պատմեմ։ Միխայիլ Դելյագինի պատմությունը Ռուսաստանի ներքին գործերի նախարար Կուլիկովի հետ կապված։ Երբ Եսինը Կուլիկովին ստորություն է հանձնարարում, այն մարդն ասում է, դե Բարիս Նիկոլաևիչ կներես չեմ անի։ Սա արդեն սլիշն եմ։ Ասում է հեռացնում եմ քեզ։ Ասում է հեռացրա։ Դիմում է առաջի տեղակալին, ասում է քեզ նշանակում եմ նախարար, բայց ես բանը պետք է անես, ասում է չեմ անի, ասում քեզ էլ եմ հեռացնում։ Մյուս տեղակալին նշանակում եմ շնորհակալ եմ, բայց սա պետք է անես, չէ, քեզ էլ եմ հեռացնում։ Եվ այդ հարբեցող անասունը կես ժամում մաշինիստները չեն հասցնում հրամանագրեր ստորել, տպեն։ 7 հոգի նշանակում հեռացնում, հետո տեսնում եմ մենակ ամնաց է, մարդ չկա։ Դա էլ են հիմնարկի չի, որ շոմեղ կալխոզնիկ բերես աշխատում ես։ Տեսնում եմ մենակ ամնաց է, մարդ չկա, եթե սկայգան հիմնարկը վստահելու, հետա բերում, թե տղի գանք ներեք, եկեք աշխատեք, ոչ իմ բան եմ մի արեք։ Տենց բան Հայաստանում պատկերացնում եք, չկա ստորություն, որ սրա ուժային կառույցները չանեն։ Ուղղակի չկա։ Սա է տարբերությունը մեր և ռուսների միջև։ Իսկ սրա մանրամաչելա պետք։ Ինչևէ, չեմ կարծում, որ ամեն ինչ ավարտված է։ Երկի թվերի միջև առավոտ կփոխվեն, սրա ձայները 50-ից քիչն են, բայց դա էլ է պարտություն։ Եվ չեմ ուզում հավատալ, չեմ պատկերացնում, որ Կարապետյանն ու Քոչարյանը կհամակերպվեն պարտության հետ։ Մեդվեդևն ասեց այսօր, Պուտինի մի հատ տեղակալ Մեդվեդևը։ Անգլերենով եմ կարծած, երևի լավ չէր թարգմանած, բայց ասում է Փաշինյանը ընտրվի, չընտրվի, ինքը վարչապետ էլ չի աշխատի։ Իսկ Մեդվեդևը Պուտինի մի հատ տեղակալն է կրկնեմ։ Դեպուտատ չէ, որ ինքնուրույն ռոմանտիկ մտքեր արտահայտի։ Չեն ճանաչի սրանց։ Եվ իհարկե Թավշյա-Վոլգորի ժողովրդական հեղափոխությունը միշտ կա ու կա։ Տեսնենք, թե վաղը ինչ կանեն Կարապետյանն ու Քոչարյանը, որ այս լկտությունը չեն հանդուրժի միանշանակ։ Ինձ թվում է, որ վաղը պետք է արդեն անցնել փողոցային ակցիաների և սրան երկրից ուղղակի ռադանել։ Իհարկե չեմ խոսում են իրավական պրոցեդուրաների մասին, մեխանիզմների մասին, որոնք իհարկե պետք է բան անել, գործի դնել, ասենք, սահմանադրական դատարան և այլն։ Սրա առասիդ համակերպել հնարավոր չէ, հակառակ դեպքում չի լինի Հայաստան, չի լինի հայ ժողովուրդ։ Չենք ունենա եկեղեցի, չենք ունենա Սյունիք, չենք ունենա Սևան,
250,000 մուսուլման Եվրոպայից է բերում, եվրոպական բոմժերին, Ուրսուլա Ետ է ստորագրել, 300,000 թուրք է բերում, ու թե որ հայը կմնա դրա հետ հարևանությամբ կապրի, ես չեմ ապրի։ Իսկ Սամվել Կարապետյանը ուղղակի դառնա կենդանի դիակ, էլ Հայաստանից դուրս չի գա, ոչ թե Հայաստանից դուրս չի գա, բանտից դուրս չի գա, թող մտածեն, նույն երջանկությունը սպառնում է նաև Քոչարյանին, Ծառուկյանի մասին խոսք չկա, թեպետ նրա հետ ինչ է պատահի, նրան հասնում է, այս մեր ողբերգության պատճառը այդ ուռած գլուխն էր, պատճառներից մեկը, ինչևէ սպասենք լուսաբացին, տեսնենք ինչ կլինի, հուսանք, որ դիմության առաջնորդները չեն համակերպվի Սրա Արարածի հետ, կհանդիպենք շուտով։